Ողջույն Լիաննա։ Ողջույն Անահիտ։ Ինչի մասին ենք խոսելու այս տեսանյութում։ Խոսելու ենք այն մասին, թե ինչ է ապրում երեխան մարզումների ընթացքում եւ մրցման օրը։ Երբ մենք տեսնում ենք երեխային մարզումների ժամանակ, հաճախ նկատում ենք միայն արտաքին կողմը՝ շարժումը, տեխնիկան, սխալներն ու առաջընթացը, բայց այդ ընթացքում երեխայի ներսում շատ ավելին է կատարվում։ Ինչ է ապրում երեխան մարզումների ընթացքում։ Մարզումների ընթացքում երեխան ունենում է հետևյալ ապրումները. ձգտում է սովորել, վախենում է սխալվելուց, ցանկություն է առաջանում մարզչի ուշադրությունը գրավել, համեմատում է իրեն մյուսների հետ եւ ուրախանում է իր փոքր հաղթանակներից։ Մարզումը նրա համար ոչ միայն ֆիզիկական գործընթաց է, այլ նաեւ ինքնագնահատականի ձևավորման տարածք։ Իսկ ինչ ապրումներ է ունենում երեխան մրցման օրը։ Մրցման օրը երեխան միայն մարզիկ չէ, նա նաև երեխա է իր հույզերով, վախերով եւ ապրումներով ու սպասումներով։ Այդ օրը նա ամենից շատ է նայում ոչ թե մրցակցին, այլ ծնողին, ծնողի հայացքին, ձայնին, արձագանքին։ Երբ ծնողը լարված է, երեխան դա զգում է։ Երբ ծնողը սպասում է միայն հաղթանակ, երեխան դա նկատում է, էլի զգում է։ Երբ ծնողը հանգիստ է ու ներկա, երեխան իրեն ավելի ապահով է զգում։ Այսինքն, մրցման ընթացքում ավելանում են երեխայի սպասումները, վախը չարդարացնելու, ծնողի հայացքը, պարտվելու կամ հաղթելու հետևանքների մասին մտքերը։ Մրցման օրը երեխան կարող է ունենալ ֆիզիկական լավ պատրաստվածություն, բայց հոգեպես գտնվել հուզական լարված վիճակում։ Երեխան միաժամանակ ուզում է ցույց տալ լավագույնը եւ վախենում է սխալվելուց։ Իսկ թե որքանով է կարևորվում մեծահասակի դերը մրցման օրը երեխայի հոգեբանական պատրաստվածության գործում, կխոսեմ հաջորդ ռիլում։